Անցած անգամ ինչ որ ինտեգրալ սկսեցինք հաշվել, օրինակներ էինք դիտարկում, ոնց կարելի է ռեզիդյուների թեորեմը օգտագործել մենակ իրական ինտեգրալներ հաշվելու համար։ Եկեք այդ օրինակը այսօր վերջացնենք ու անցնենք հարմոնիկ ֆունկցիաների ուսումնասիրությանը։ Ուրեմն փորձում ենք հաշվել 0-ից անվերջություն sinus x բաժանած x dx ինտեգրալ։ Անցած անգամ հնարքեցինք, այս սա ինչով է տարբերվում նախորդ դիտարկված օրինակներից, ստեղ ոնց ենք նման ինտեգրալները հաշվում, եթե ունենք ռացիոնալ ֆունկցիա, անգամ ասենք sinus x, սա ձևափոխում ենք ռացիոնալ ֆունկցիա անգամ x, ու սրա ինտեգրալն ենք հաշվում, հետո օրինակ այս դեպքում, եթե վերցնենք իրական մասը, կեղծ մասը, կունենանք սա, հիմա եթե այդ նույն բանը փորձենք անենք, այսինքն ստեղ ինչ պետք է անենք, ստեղ պետք է սրան ավելացնենք ինտեգրալ 0-ից, եթե սա կեղծ մասն է լինելու, այսինքն փորձելու ենք հաշվենք ինտեգրալ կոսինուս x պլյուս e սինուս x բաժանած x dx-ը, բայց ստեղ խնդիր է առաջանում, որովհետև sinus x բաժանած x-ը եթե դիտարկենք 0 կետում, սա մոտավորապես sinus x բաժանած x բաժանած x է, երբ որ x-ը մոտավորապես 0 է, որը մեկ է, խնդիր չի առաջացնում, բայց եթե cosinus x-ը դիտարկենք, սա կլինի մոտավորապես 1-ը բաժանած x, երբ որ x-ը մոտավորապես 0 է, սա խնդիրներ է առաջացնում, մասնավորապես այս ինտեգրալը չի զուգամիտի, բայց ինչ ասեցինք, ասեցինք նախ 0-ից անվերջություն sinus x dx-ը կգրենք որպես 1/2 մինուս անվերջությունից անվերջություն sinus x dx, սա իմաստ ունի, սա ճիշտ է, որովհետև սա զույգ ֆունկցիա է, իսկ հիմա եթե դիտարկենք, փորձենք այդ նույն բանը անենք, այսինքն ստեղ դիտարկենք 1/2 կոսինուս x պլյուս e սինուս x բաժանած x dx-ը, էլի միևնույնն է, այս խնդիրը չլուծեցինք, այս սրանից չազատվեցինք, բայց ստեղ ինչ կարող ենք անել, կարող ենք փորձել հաշվել այս ինտեգրալի principal value, սա որպես սովորական ինտեգրալ սահմանված չի, բայց իր principal value-ն գոյություն ունի, ու principal value-ն հիմնականում ինչի վրա է ինչի համար է պետք օգտագործել, այս մասի վրա, այսինքն այն, որ ասում ենք principal value-ն ենք հաշվելու, այլ ոչ թե հենց իրան, կարող եք ասել, բայց մեզ այս ինտեգրալներ հետաքրքիր, մեզ ինչ որ հատուկ ձևի ոնց որ արհեստականորեն սարքած բան չէր հետաքրքրում, բայց սա մենակ վերաբերվելու է իրական մասին, այսինքն եթե մեզ կեղծ մասն է պետք հաշվել, այն որ ստեղ principal value կհաշվենք, դա չի խանգարում։ Իսկ ընդհանուր առմամբ principal value-ն ոնց ենք սահմանել, եթե ունենք, ասենք, ինչ որ ֆունկցիա, որը a-ից c ինտերվալում սահմանված է, բայց b կետում, ասենք օրինակ, խնդիր կա, ասենք օրինակ a-ից c անընդհատ ֆունկցիա է, բացի b կետից, կարող ենք սահմանել integral fx dx-ի principal value a-ից c, իս հետևյալ ես վատ կետին սիմետրիկ ձևով ենք մոտենում։ Կաշենք սահման, էպսիլոնը ձգտում է 0-ի, ինտեգրալ
a-ից b հանած էպսիլոն, գումարած ինտեգրալ b գումարած էպսիլոնից c fx dx։ Նույն միտքն ենք օգտագործելու ինչ որ նախորդ օրինակներում, այսինքն մենք ուզում ենք հաշվենք իրական առանցքի վրա այս ֆունկցիայի ինտեգրալը, նախ կվերցնենք մի հատ մեծ ինտերվալ, այդ մեծ ինտերվալում կհաշվենք ինտեգրալը, ու ինտեգրալի ինտերվալի եզրակետերը կձգտեսնենք անվերջության։ Բացի դրանից, մեր ինտերվալին կավելացնենք ինչ-որ մի մաս, որ դառնա փակկոր, փակկորի համար ինտեգրալը ռեզիդուներից երեմով կհաշվենք, ու այնպիսի մաս պետք է ավելացնենք, որ այս ավելացրած մասի ինտեգրալը կառավարելի լինի։ Կամ կիմանանք ինչ է, բայց հիմնականում պրակտիկայում նենց պետք է ավելացնենք, որ այդ ինտեգրալը ձգտի 0։ Ուրեմն, ասենք ստեղ վերցնենք մինուս a-ից a, ու փորձենք հաշվել principal value, ինտեգրալ մինուս a-ից a, x բաժանած x dx, սահման, երբ որ a-ն ձգտում է անվերջության, այսինքն սա ինչ է իրանից ներկայացնելու, սա լինելու է սահման, a ձգտում է անվերջության, սահման, նաև էպսիլոնը ձգտում է 0-ի, եկ դելտա գրեմ, ստեղ դելտան ձգտում է 0-ի, ուրեմն կգնանք մինչև մինուս դելտա, դելտա։ Եկեք այս ինտեգրալ մինուս a-ից մինուս դելտա, գումարած ինտեգրալ դելտայից a, x բաժանած x dx։ Եկեք այս կտորի անունը դնենք, լավ, այս պայն անուններ չեմ դնի։ Ուրեմն ինչ պետք է անենք, մեզ հիմա պետք է ուզում ենք հաշվել ուրեմն այս հատվածով, ու այս հատվածով մեր ֆունկցիայի ինտեգրալը, սա փակենք, դարձնենք փակ կորով ինտեգրալ, ինչ պետք է ավելացնենք, ստեղ պետք է ինչ-որ մի փոքր հատվածը ավելացնենք, բայց այդ հատվածը ավելացնենք այնպես, որ այս եզակի կետով չանցնի, այսինքն ստեղ ասում ենք կարող ենք սենց վերցնենք մի կիսաշրջան, փոքր, ասենք ներքևից, ստեղ ունենք մեր եզակի կետը, դրանից բացի մանացածը ոնց որ անցած անգամ էինք անում, ստեղ էդ բարձրանանք, սենց հետը, ասենք, սա տողնի C կետը, ու այս կոնտուրներով կինտեգրենք, եկեք անուններ դնենք, այս կտորներին, ուրեմն սա լինի գամմա 1-ը, սա լինի գամմա 2-ը, գամմա 3, գամմա 4, գամմա 5, այս փոքր կտորը, սա գամմա 6։ Այսինքն հիմա մենք ինտեգրալ յեի, այս գամման էլ թող լինի սրանց գումարը, գամման թող լինի գամմա 1 գումարած գամմա 6։ Եթե հաշվենք ինտեգրալ այս գամմայի յեի x բաժանած x dx-ը, սա կլինի այս բոլոր ինտեգրալների գումարը, ու սրանցից մեզ որոնք են հետաքրքրում, մեզ գամմա 4-ն ու գամմա գամմա 6-ն է մեզ հետաքրքրում, այսինքն գամմա 4 ու գումարած գամմա 6-ը թողնելու ենք, մնացածը, տեսնենք ինչ կարող ենք անել։ Նախ
Գամմա 5-ի մասին եկեք մտածենք, դեք մեր գամմա 5-ի մասին եկեք մտածենք, գամմա 5-ը իրանից ինչ է ներկայացնում, գամմա 5-ը ուրեմն ինտեգրալ գամմա 5 EX բաժանած X dx եկեք Z գրեմ, որ կոմպլեքս 0 կետի մոտ այս ֆունկցիան իրեն ոնց է պահում։ Դե 0 կետում ունենք բևեր, եկեք այդ մասը առանձնացնենք։ Այստեղ երբ որ z-ը ձգտում է 0-ի, սա ձգտում է 1-ի, այսինքն ունենք սա 1-ը բաժանած z, եկեք այդ մասը առանձնացնենք։ Բաժանած 1 բաժանած z։ Հիմա այս ինտեգրալը կարող ենք գրել որպես ինտեգրալ ըստ գամմա 5-ի 1 բաժանած z dz գումարած ինտեգրալ ըստ գամմա 5-ի iz բանաց 1 բաժանած z dz։ Հիմա այս ֆունկցիան 0 կետում սահմանված չի, բայց երբ որ z-ը ձգտում է 0-ի, սա ունի սահման, այսինքն 0 կետում սա ունի հեռացվող եզակիություն, այսինքն ճիշտ ձևով սահմանելով 0 կետով, այնպես որ այս ֆունկցիան լինի անընդհատ, սա կլինի անալիտիկ ֆունկցիա։ Մասնավորապես սա անընդհատ ֆունկցիա կլինի, սահմանված նաև 0 կետում, ու երբ որ դելտան ձգտեցնենք 0-ի, սա սահմանափակ կլինի մասնավորապես, երբ որ դելտան ձգտեցնենք 0-ի, այս ինտեգրալը սա կձգտի 0-ի, որովհետև կոնտուրի երկարությունը վերջավոր է ու ձգտում է 0-ի, իսկ սա սահմանափակ ֆունկցիա է։ Այս մասի ինչ կարող ենք անել, ձ արդեն կարող ենք կոնկրետ հաշվել, ինտեգրալ, այսինքն գամմա 5-ը իրանից ինչ է ներկայացնում, գամմա 5-ը կիսաշրջան էր դելտա շարավղով։ Այսինքն սա կլինի ուրեմն ինտեգրալ, ասենք, մինուս p-ից 0, եթե գրենք e թետա, մեկը բաժանած e թետա, e թետա, d թետա, ասենք կլինի ինտեգրալ մինուս p-ից 0, e d թետա, սա կլինի p e։ Եկեք նկատենք, որ սա 1 երկրորդ 2 pi է, այսինքն եթե այս ինտեգրալն ենք հաշվում, գամմա 5 iz բաժանած z dz-ը, եթե հաշվենք 1 բաժանած 2 pi այս ինտեգրալը, ապա սա կլիներ նստորեն 1 երկրորդ, սա կձգտեր 1 երկրորդի, երբ որ դելտան գնում է 0-ի։ Իսկ այս 1 երկրորդը իրանից ինչ է ներկայացնում, տեստանգեն 1 երկրորդ անգամ 1, այս 1-ը փաստորեն ինչն էր, այս 1-ը ստեղից էր գալիս, այս 1-ն էր, այսինքն սա ինչ էր հաշվում, սա հաշվում էր այս ֆունկցիայի ռեզիդիուն 0 կետում, պարզապես բազմապատկում էինք կեսով։ Ոնց որ կարող էինք այսքան տեղը ինտեգրելու փոխարեն ամբողջ այս շրջանով ինտեգրել, ամբողջ շրջանով որ ինտեգրեինք, ստեղ կունենայինք այս նույն բանը առանց այս 1 երկրորդի։ Մենք կեսն ենք վերցնում, ոնց որ քանի որ կիսաշրջանով ենք ինտեգրում։ Հարցեր։ Գամմա 5-ը այդպես,
Ինչ հիմա եկեք դիտարկենք գամմա 1, գամմա 2, գամմա 3։ Գամմա 1, գամմա 2, գամմա 3-ի դեպքում աշխատում են ինչ որ նախորդ օրինակներում են կարել, օրինակ գամմա 2-ի համար ինչ կարող ենք ասել։ Այստեղ z-ի կեղծ մասը կլինի մեծ, իսկ եթե ունենք y-ի եկեք ես նկարեմ մի հատ նորից ստեղ նկարեմ, որ ամեն անգամ վերև չթերթենք, ուրեմն ստեղ սկսել ենք սրանից, գամմա 1, գամմա 2, գամմա 3, գամմա 4, գամմա այստեղ գամմա 5, գամմա 6, ուրեմն գամմա 2-ի վրա ինչ կարող ենք ասել։ Այսինքն այստեղ գամմա 2-ի վրա z-ը կարող ենք պարամետրիզացնել սա մինուս r, սա r, սա էլ c։ Ասենք t գումարած i c տեսքով, որտեղ t-ն i մինուս i մեջ է տատանվում, ստեղ կունենանք y-ի մինուս c, y-ի t բաժանած t գումարած i c։ Դե այս մասը էքսպոնենցիալ նվազում է, այսինքն ինտեգրալը այս մասի երկայնքով կձգտի 0-ին։ Գամմա 1, գամմա 3-ի վրա եվել, էլի անցած անգամների նման կարող ենք ոնց որ ցույց տալ, որ այդ ինտեգրալներն են ձգտում 0-ին։ Օրինակ, գամմա 1-ի համար ինչ կարող ենք ասել, այստեղ z-ը կարող ենք պարամետրիզացնել որպես a գումարած i t, t-ն 0-ից c, ու ինչ ունենք, ունենք ինտեգրալ 0-ից c, i a հանած t բաժանած a պլյուս i t dt, ստեղ i բացարձակ արժեքը ուրեմն 1 է, իսկ այս մասը y-ի մինուս t բաժանած a պլյուս i t ինչ կարող ենք անել, ուրեմն այդտեղ ստեղ եկեք սա բան անենք, ասենք փոքրեկան հավասար ինտեգրալ 0-ից c, սա բացարձակ արժեք տնենք, i a անած t բաժանած a պլյուս i t dt, ուրեմն սրա մասին ինչ կարող ենք ասել, այս մասի բացարձակ արժեքը կլինի 1, սրա բացարձակ արժեքը, ուրեմն ուզում ենք, քանի որ վերևից գնահատենք, սրա բացարձակ արժեքը ամենափոքրը a է լինելու, սա կլինի 1 բաժանած a, ինտեգրալ 0-ից c, y-ի մինուս t dt, սա էլ փոքրականությունը 1 բաժանած a, ինտեգրալ 0-ից անվերջություն y-ի մինուս t dt-ից, որը վերջավոր թիվ է, սա վերջավոր թիվ է, այսինքն սա կձգտի 0-ի, երբ որ անձգտի անվերջություն, այսինքն գամմա 1-ի վրա ինտեգրալը նույնպես գնահատեցինք, գամմա 3-ը լրիվ նույն ձև։ Այսինքն ինչ ստացանք, որ
ամ, ստացանք, որ ամբողջ, ուրեմն, ինտեգրալ ըստ գամմա այսինքն մեր սկզբնական ինտեգրալ է, ինտեգրալ, ուրեմն, մինուս անվերջությունից անվերջություն y z բաժանած z dz-ը, եկեք մի հատ նշանները բանանենք, եթե սրան, այսինքն եկեք ասենց ասեմ, ինտեգրալ ըստ գամմայի y z բաժանած z dz-ը հավասար է երբ որ սամանը, երբ որ ան c-ն ձգտում են անվերջության, դելտան ձգտում է 0-ի, հավասար է մեր ուզեցած ինտեգրալին, y x բաժանած x dx, գումարած s կետում ռեզիդյուի կեսին։ Դա հավասար է նրա կետում y z բաժանած z ֆունկցիայի։ Դե այս մասը կարող ենք ռեզիդյուների թեորեմով հաշվել, իրականում մենակ մի եզակի կետ ունենք, հենց 0-ն է, այսինքն սա կլինի, մի վարկյան, սա մեկը բաժանած 2pi պտի գրենք, կամ 2pi-ն ես կոմը պտի գրենք, չեկեք սենց չանեմ, 2pi անգամ սա, սա կլինի 2pi անգամ ռեզիդյուն, z-ը հավասար է 0 կետում, z բաժանած z։ Այսինքն ստացանք, որ մեր ինտեգրալը x բաժանած x dx-ը հավասար է այս ռեզիդյուի կեսին։ Մի հատ այս կողմը ունենք, կես հատ այս կողմը ունենք, մեկ երկրորդ ռեզիդյու z հավասար է 0 կետում, z բաժանած սա էլ ինչ էր, սա 2pi-ն էլի մոռացա, 2pi, սա էլ մեկ էր, այսինքն ստեղ կունենանք pi, այսինքն մեր ինտեգրալը 0-ից անվերջություն սինուս x բաժանած x dx-ը, սրա մեկ երկրորդին էր հավասար, սրա կեղծ մասի x բաժանած x dx, սն եղավ pi կես։ Աստորեն ինչ ունեցանք, եթե այս իրական առանցքի վրա ինտեգրալ էինք հաշվում, ու ինչ որտեղ առաջի կարգի բևեռ ունենք, այս նույն մեթոդը կաշխատել, ու փաստորեն ինչ ենք ստանում, ասենք, եթե կարողանում ենք փակենք, այնպես որ այս վերևի ավելացրած մասի ինտեգրալը ձգտի 0-ի, երբ որ մենք մեր սահմանն ենք հաշվում, ստանում ենք, որ մեր ինտեգրալը հավասար է լինելու այս ներսի կետերի ռեզիդյուների գումարին ավելացրած այս կետի ռեզիդյուի կեսը։ Ոնց որ սենց կարող եք պատկերացնել, ոնց որ սրա այս ստեղ ռեզիդյու ունի մեր ֆունկցիան, որովհետև ստեղ եզակի կետ է, ոնց որ սրա կեսը, ոնց որ պատկանի վերևի մասին, կեսը ներքևի մասին։ Եթե մեր կորը վերևով ենք վերցնում, կեսը սրա այս կետի կեսը պետք է վերցնենք, եթե մեր կորը ներքևով վերցնենք, էլի այս կետի կեսը պետք է վերցնենք։ Ստեղ ուրիշ բան կարող ենք անել իմիջայլոց, այս դելտա 5 կտորը կարող ենք վերևով տանել,
Այդ դեպքում բան չէր փոխվի էլի, որովհետև եթե ասենց վերևով տանենք, այդ դեպքում կիսով չափ սա կհաշվեինք, չէ, մի վարքյան, ուղղությունը սխալ դրեցի։ Այդ դեպքում այս կետի ռեզիդյուն կիսով չափ կհաշվեինք, բայց հակառակ ուղղությամբ, բայց ներսում էլ չենք ունենա այդ կետը։ Այսինքն մի դեպքում ոնց որ ներսում ունենում ենք ամբողջությամբ կեսը հանում ենք, մյուս դեպքում ներսում չենք ունենում, պարզապես կեսով չափ վերցնում ենք։ Դա էական չի ոնց կանում։ Միջայլոց ստեղ սրա մասին չենք խոսի, բայց կարելի է սա ինչ որ առումով ընդհանրացնել, ասենք եթե սենց կորի վրա ինտեգրալ ունենք ու այս կետում ունենք եզակի կետ, այդ դեպքում ինչ կարող ենք անել, ոնց որ այդ դեպքում այս անկյան չափով, թե կախված նրանից այս անկյանը ինչքան է, ոնց որ ստեղած ռեզիդյուի այդքան մասը այս կողմին է պատկանում, մնացած մասն էլ այս անկյան չափով այս կողմին, ասենք եթե ստեղ օրինակ վերցնենք 90 աստիճան, ռեզիդյուի 1/4-ը կլինի ստեղ, 3/4-ը ոնց որ կլինի ստեղ, կարելի է այս ձև ինչ որ բան ընդհանրացնել, մենակ ասենց պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ինչի նկատի ունենք, որովհետև այստեղ առանց principal value հաշվելու չէր լինի, այստեղ այս դեպքում principal value ասելով ինչի նկատի ունենք, ինչ ձևի սահման եւ այլն։ Որտեղ principal value-ն նենց չի որ այսինքն մենք ինչ որ կախարդական ձևով մեր չսահմանված ինտեգրալը բան չենք անում, հանկարծ նենց չի որ գոյություն ունի, որպես սովորական ինտեգրալ ինքը մեկի գոյություն չունի, պարզապես մենք հատուկ արժեք ենք հաշվում ու ինչ որ ձևով կարելի է նման դեպքում էլ ինչ որ սահմանում տալ, որ աշխատի ու այնպես, որ այս ոնց որ կետի ռեզիդյուն կարողանանք ու արդյունքում նենց կլինի, որ այս կետի ռեզիդյուն ոնց որ թե այս անկյունը ինչքան է, այդքան մասը կլինի այս կողմ։ Եկեք հիմա անցնենք հարմոնիկ ֆունկցիաների քննարկմանը։ Չնայած առաջի բանը որ կանենք, այդքան էլ հարմոնիկ ֆունկցիաների հետ կապ չի ունենա, բայց ամենատեղից իրական ֆունկցիաների մասին կլինի։ Քիչ ասեմ ինչ է նշանակում հարմոնիկ ֆունկցիա։ Ուրեմն եթե ունենք իրական երկու փոփոխականի ֆունկցիա, կասենք որ յուն հարմոնիկ է, եթե ունի երկրորդ կարգի մասնակի ացանցիալներ ու բավարարում է Լապլասի հավասարմանը, սա ինչ է ներկայացնում, սա դիֆերենցիալ օպերատոր է, որը հետևյալ օպերատորն է։ Այսինքն ինչի նկատի ունենք, սա ասելով, այսինքն նշանակում է, որ ուի ացանցիալ, երկրորդ ացանցիալը ըստ x-ի, բնորոշ ուի երկրորդ ացանցիալը ըստ y-ի, հավասար է 0։ Դա կգրենք այսպես։ Ահա Ինչ-որ RRC վրա որոշված լինելը մեր համար կարող է։ Այ մի քիչ մի վարքան իմ մոտ բարձրացնել, նորից մի հատ կասեք։ RRC վրա որոշված լինելը կարող է։ Չէ, ստեղ ճիշտ եք ասում, ստեղ օմեգան ինչ որ մի հատ տիրույթ, ու կասենք, որ սա հարմոնիկ է օմեգայի վրա, Իսկ հենց կարող է ինչ ավելի ուժեղ բան պահանջել, քան երկրորդը։ Երկրորդ ացանցիալների անընդհատություն կարելի է այստեղ ավելացնել, այս պահին չեմ ավելացնում, դա բայց հա, կարելի է երկրորդ ացանցիալների անընդհատություն ավելացնել, հիմա շուտով տեսնեք ինչի չէ, հա։ Իսկ մենք պետք է որ 3 ացանցիալներ լինեն, 4 ացանցիալներ, ամենակ
այլ պատստի, սնո այլ պատստի լեգում։ Հա, չէ, որ ասում եմ գոյություն ունի, բոլոր մասնակի ացանցիալները պետք է գոյություն ունենան։ Այսինքն ոչ թե մեզ պետք է որ մենակ այս հավասարումը բավարարվի, այլ պետք է իրոք բոլոր երկրորդ կարգի մասնակի ացանցիալները պետք է գոյություն ունենան։ Ամ, Նուգարքյան, իսկ ես, որ երկրորդ ացնցանները կան այդ նշանակում է, որ ինքը անընդհատ է, որ է, ոնց որ Դա հեսա կտեսնենք։ Ինչ կարող ենք ասել։ Ուրեմն ինչի հանկարծ որոշեցինք խոսել այս ֆունկցիաների մասին, որովհետև սերտ կապ կա հարմոնիկ ֆունկցիաների ու անալիտիկ ֆունկցիաների միջև, որն է այդ կապը, տեսել ենք հենց դասի սկզբում, որ եթե f ինչ-որ անալիտիկ ֆունկցիա ունենք, ասենք, եկեք j դնենք, j-ն անալիտիկ է, եթե j-ն գրենք որպես իրական մաս գումարած i անգամ կեղծ մաս, ապա տեսել ենք, որ այս երկուսը լինում են հարմոնիկ ֆունկցիան։ Կարող ենք սենց հարց տալ։ Հիմա ես ունեմ ուն հարմոնիկ, կարող ենք ասել, արդյոք գոյություն ունի մի հատ մեկ ուրիշ ֆունկցիա, v, որ ու գումարած i-v լինի անալիտիկ։ Նույն տիրույթ։ Եթե գոյություն ունի, սա նույնպես կլինի հարմոնիկ, որովհետև եթե սա անալիտիկ է, ունել v-ն էլ հարմոնիկ է։ Ու v-ն կոչվում է ui ոնց որ զույգ։ Այս հարցը մենք մի քիչ դիտարկել ենք, բայց որպեսզի սա անալիտիկ լինի, ինչ պայմանների պետք է բավարար, ինչ պետք է ունենանք։ Պետք է ունենանք Կոշի-Ռիմանի հավասարումներ, այսինքն մենք ուզում ենք մի հատ v, որ ui ացանցիալ s(x)-ի լինի v ացանցիալ s(y)-ի, ui ացանցիալ s(y)-ի լինի մինուս vx։ Այս v-ն ոնց կարող ենք սահմանել, v-ն կարող ենք վերցնել ինչ-որ մի կետ, ոնց որ զրոյական կետ, հետո սա պաստորեն դիֆերենցիալ հավասարումն է, կարելի այսինքն սա ասում ես տալիս է v-ի ացանցիալ s(y)-ի, կարող ենք ոնց որ ուն ացանցել s(x)-ի, հետո s(y)-ի ինտեգրալ ու ստանալ սա, բայց տեսել ենք, որ սա միշտ չի, որ մեզ v տալիս է, որպեսզի սենց v ունենանք, մեզ ինչ է պետք, մեզ պետք է, որ մեր տիրույթում ինչ որ հատուկ դեպքերում նման v գոյություն ունի, օրինակ եթե ուն օմեգան լինի միակապ, ապա v-ն անպայման գոյություն ունի, բայց եթե ոչ, կարող է գոյություն չունենալ։ Սա ոնց կարող ենք տեսնել, մենք դասի սկզբում ոնց որ սա տեսել ենք, կարելի ասել, բայց հիմա ուրիշ մեծ ձևով կարող ենք այս նույն եզրակացությանը հանգել։ Փոխանակ այս ֆունկցիան փորձենք հարմոնիկ դարձնել, եկեք մեկ ուրիշ ֆունկցիա դիտարկենք։ Եկեք դիտարկենք ux հանած i այսինքն եթե եկեք ասենք, հա ux հանած i ու y ֆունկցիան, եկեք սա f-ը թող լինի սա։ Հիմա եթե ունենք նման ֆունկցիա, ապա այս ֆունկցիան բավարարում է Կոշի-Ռիմանի հավասարումներին։ Եթե երկրորդ անգամ ածանցենք,
Սրա ածանցյալն է։ Ինչ կլինի։ Մեզ պետք է սա լինի մինուս ու y, բայց որը այդպես է, որովհետև դելտա un հավասար է 0, ու x, y-ն է հավասար է մինուս ու y, x։ Այսպես ստեղ ուրեմն այսինքն ստեղ ավելացնենք է ոնց որ բեն ասել որ երկրորդ ածանցիալները անընդհատ լինեն, որովհետեւ սա ունենա ու փաստորեն ունեցանք որ f բավարարում է Կոշի Ռիմանի հավասարումների, այսինքն որտեվ եթե դրանք ունի, ապա այս խառը մասնակի ածանցիալները նույնն են լինում։ F-ը ստացվեց անալիտիկ։ Իսկ եթե ունենք անալիտիկ ֆունկցիա ինչ որ մի տիրույթում, ապա եկեք սենց հարց տանք նախքան օմեգայի միակապությունը դիտարկելը։ Հիմա արդյոք f-ը ունի նախածանց օմեգայի վրա, f-ը որպեսի նախածանց ունենա, ինչի ենք նախածանցը դիտարկում, եթե f-ի ածանցյալը հավասար է f-ի, այսինքն եթե f-ը լինի, ասենք s գումարած it է, Պասան ինչ ենք ունենալու ենք sx-ը հավասար է u, x, tx-ը հավասար է լինելու մինուս ու y, բայց սա էլ հավասար է լինելու, եթե t-ի ածանցյալը stx-ի։ Իսկ եթե f-ը անալիտիկ ֆունկցիա է, Կոշի Ռիմանից ելնելով, սա հավասար է լինելու մինուս sy, այսինքն ունենանք, որ s-ի ածանցյալը stx-ի հավասար է u-ի ածանցյալին stx-ի, s-ի ածանցյալը stx-ի հավասար է u-ի ածանցյալին stx-ի, այսինքն s-ը լինելու է ու գումարած ինչ որ հաստատում։ Այդ հաստատումը կարող ենք անտեսել, այսինքն եթե f-ի ածանցյալը f է, ապա մեծատառ f-ը լինելու է փաստորեն ու գումարած i անգամ ինչ որ մի v ֆունկցիա, որը լինելու է անալիտիկ։ Այսինքն որպի հարցը ինչի վերածվեց, հարցը դարավ հետևյալը, արդյոք մեր f ֆունկցիան ունի նախածանց օմեգա տիրույթում, իսկ որպեսզի f ֆունկցիան նախածանց ունենա, մենք սրա պայմանը տեսել ենք, սրա համար անհրաժեշտ է, որ կամայական փակ կորի համար այս ինտեգրալը լինի 0։ Սա մասնավորապես տեղի կունենա, եթե օմեգան լինի միակապ։ Պարզե սա բավարար պայման է, բայց անհրաժեշտ չի, որովհետև եթե օմեգան միակապ չի, միևնույնն է գոյություն կարող են ունենալ ֆունկցիաներ, որ այս բոլոր ինտեգրալները լինեն 0։ Լավ, կոմպլեքս ուրեմն փոփոխականի անալիտիկ ֆունկցիաների տարբեր հատկություններ կարելի է փոխանցել հարմոնիկ ֆունկցիաների հատկությունների։ Օրինակ, մենք տեսել ենք, որ եթե վերցնենք ինչ-որ մի հատ շրջանագից, ակենտրոնով, ունենք մի հատ անալիտիկ ֆունկցիա, սահմանված այս շրջանագծի վրա, ապա
այս ասենք ինչ որ մի հատ տիրույթում, որը պարունակում է այս շրջանը, եթե f-ը անալիտիկ է, ապա f-ի արժեքը a կետում կարելի է հաշվել որպես 1 բաժանած 2 pi ինտեգրալ ըստ այս գամմայի fz տեսեք մի վարքան ինչ եմ ասում fz բաժանած z հանած a տեսեք հիմա եկեք f-ի տեղը գրենք ուրեմն f այս գամմայի կոնկրետ պարամետրիզացիա վերցնենք, ասենք սա r շարավոր շրջանագիծն է, այսինքն գամման կարող ենք գրել որպես a գումարած r y-ի թետա, ու ինչ կունենանք ստեղ, f a-ն, այստեղ u-a գումարած i v-ան, հավասար կլինի 1 բաժանած 2 pi ինտեգրալ 0-ից 2 pi ու a գումարած r i թետա գումարած i v a գումարած r i թետա բաժանած ստեղ ունենք r a-ի թետա ստեղ ունենք i r a-ի թետա d թետա սրանք կրճատվում են, այս i-երը կրճատվում են եթե դիտարկենք երկու կողմերի իրական մասերը, ինչ կունենանք, որ u-ան հավասար է 1 բաժանած 2 pi ինտեգրալ 0-ից 2 pi ու a գումարած r y-ի թետա d թետա այսինքն ինչ ստացանք, որ եթե ուն հարմոնիկ է, ապա կամայական ինչ-որ տիրույթում, եթե վերցնում ենք կամայական կետ ու ինչ-որ շրջանագիծ այդ կենտրոնով, ապա ու-ի արժեքը այս կետում հավասար է այս շրջանագծի վրայով ու-ի ինտեգրալին։ Սա պարզապես, որպեսզի սա տեղ ունենար, հարկավոր է, որ այս ամբողջ տիրույթը, այս ամբողջ շրջանը պատկանի ու-ին։ Հանկարծ շրջանագիծը այնքան մեծ չվերցնենք, որ ու-ի ինչ-որ կետեր, որ օմեգային չեն պատկանում, լինեն այս շրջանի մեջ։ Սրանից ելնելով ինչ կարող ենք ասել։ Օրինակ, սրանից ելնելով միանգամից կարող ենք եզրակացնել, որ հարմոնիկ ֆունկցիան չի կարող ունենալ մաքսիմում ինչ-որ տիրույթում, որովհետև եթե a կետը լիներ մաքսիմումի կետը, բայց միևնույն ժամանակ ու-ի միջին արժեքը a կետում, ու-ի արժեքը a կետում հավասար է ու-ի միջին արժեքին այս շրջանագծի վրա։ Այսինքն ու-ի արժեքը a կետում չէր կարող խիստ մեծ լինել այս բոլոր արժեքներից։ Եթե միակ ձևը, որ կարող էր սա լինել, դա այն դեպքն է, երբ որ ուն հաստատուն ֆունկցիա է։ Անալիտիկ ֆունկցիաների համար սա չենք կարող ասել, բայց հարմոնիկ ֆունկցիաների համար նույնը կարող ենք ասել նաև մինիմումի համար։ Այս նախորդը կիրառենք մինուս ու ֆունկցիայի համար։ Սրանից օրինակ ինչ կարող ենք եզրակացնել, եթե ունենանք մի հատ հարմոնիկ ֆունկցիա ունենք, եթե շրջանագծի վրա այս հարմոնիկ ֆունկցիայի արժեքները գիտենք, այսինքն մի հատ ֆունկցիա ունենք, ենթադրենք, որը
հարմոնիկ է ինչ որ տիրույթում, որը պարունակում է ինչ որ շրջան։ Ընդհանրեն գիտենք այս հարմոնիկ ֆունկցիայի արժեքները այս շրջանագծի վրա, ապա դա այդ արժեքները միարժեքորեն որոշում են ու-ի արժեքները նաև ներսում։ Ինչու՞, որովհետև ընդհանրենք չեն որոշում, այսինքն եթե գոյություն ունեն ու v հարմոնիկ, որոնք համընկնում են այս գամմա շրջանագծի վրա, ապա այդ դիտարկենք ու հանած v ֆունկցիան, սա կլինի հարմոնիկ հարմոնիկ ու կլինի 0, հիմա ինչ կարող ենք ասել, ու հանած v-ի ոնց որ համ մինիմում արժեքը, համ մաքսիմում արժեքը այս տիրույթում պետք է լինի անպայման եզրագծի վրա, բայց եզրագծի վրա ու հանածվեն հաստատուն 0 է, հետևաբար ու հանածվեն, այսինքն ու հանածվեի մինիմումն էլ մաքսիմումն էլ այս եզրագծի վրա նույնն է, 0 է, հետևաբար ու հանածվեն հաստատուն է լինելու, այսինքն այս ամբողջ տիրույթում ու հանածվեն հաստատուն է լինելու։ Եթե ուզում ենք հաշվենք ու-ի արժեքը կենտրոնում, սա պարզապես կլինի միջինը, կարող ենք ասել, իսկ ինչպես կարող ենք հաշվել ու-ի արժեքը մեկ ուրիշ կետում։ Միևնույնն է պետք է հնարավոր լինի հաշվել, սա միարժեքորեն որոշված է ու-ի արժեքներով գամմայի վրա։ Նախքան այս հարցին անդրադառնալը, եկեք վերադառնանք այս հավասարմանը։ Սա տեղի ունի այն դեպքում, երբ որ մեր ու ֆունկցիան ու ֆունկցիան հարմոնիկ է ինչ որ տիրույթում, որը պարունակում է այս ամբողջ շրջանը։ Մասնավորապես սրանից նախ ինչ է հետևում։ Եկեք զգանք, որ այս կողմը կարծես թե r-ից կախված մեծություն է, որովհետև r-ը փոխում ենք տարբեր շրջանագծերի վրայով ենք այս ինտեգրալը հաշվում, բայց այս ձախ կողմը r-ից կախված չի։ Այսինքն ինչ ստացանք։ Մենք ստացանք, որ եթե ունենք մի հատ հարմոնիկ ֆունկցիա ինչ որ տիրույթում, որը պարունակում է ինչ որ մի հատ դիսկ, ապա ինչ շրջանագիծ էլ վերցնենք, ինչ որ կենտրոնով, այս շրջանագծի վրայով ու-ի միջինը կախված չի շառավղից։ Մասնավորապես ինչ ենք ստանում, եթե շառավղը ձգտեցնում ենք 0-ի, ինտեգրալը պետք է նույնը լինի, բայց ինտեգրալը միջինը կձգտի ու-ի արժեքին մեջտեղում։ Սա կարելի է ընդհանրացնել նաև այն ֆունկցիաների վրա, որոնք ինչ որ կետում անալիտիկ չեն, հարմոնիկ չեն։ Այսինքն, սա հիմա կփորձենք ընդհանրացնել, կոնկրետ արդյունքը չի, բայց ուրեմն կփորձենք պատկերացնել sense մի բան։ Եկեք փորձենք, ուրեմն ունենք ինչ որ ու ֆունկցիա, որը հարմոնիկ է, ասենք ինչ որ sense օղակի մեջ, այս կետը, ասենք ինչ որ a կետը, եկեք ընդհանրենք 0-ն է, էական չի, ու ուզում ենք հասկանանք, եթե այսենց 0 կենտրոնով շրջանագծերով ու-ի միջինը հաշվենք, ինչ կարող ենք ասել։ Այսինքն ուզում ենք հաշվել ինտեգրալ 1 բաժանած 2 պի միջինը
արշարավոր շրջանակեցի վրա ու դե թեթա։ Ինչ կարող ենք ասել այս մեծության մասին։ Ամ, Նախքան սա անելը, եկեք վերադառնանք Քոշիի թեորեմին, որովհետև ամենայն դեպս հա, եկեք վերադառնանք Քոշիի թեորեմին, ուրեմն ինչ էր ասում Քոշիի թեորեմը, եթե ունենք եթե ունենք ինչ որ օմեգա տիրոիդ, F անալիտիկ, ես տիրույթում, չէ, եթե ունենք ինչ որ գամմա շղթա, որը հոմոլոգ է 0-ին, օմեգայի մեջ, ապա F-ի ինտեգրալը հավասար է 0-ին։ Սա կարելի է ընդհանրացնել, նախ սրան, ուրեմն, երբ որ սենց բաներ ենք դիտարկում, մենք ամենասկզբում ապացուցեցինք Կոշիի այս թեորեմը, օրինակ ուղղանկյան համար, երբ որ դա էինք անում, մենք այդ ժամանակ նաև դիտարկեցինք դիֆերենցիալներ, ջրգրիտ դիֆերենցիալներ, այսինքն սենց մեծություններ, ու մենք օրինակ սա հեշտ է տեսնել, օրինակ եթե նման ինտեգրալ հաշվեն, որտեղ սա ջրգրիտ դիֆերենցիալ է, ինչ որ մի տիրույթում, ասենք օրինակ ինչ որ տիրույթ ունենք, որը միակապ է, ապա այս ինտեգրալը նույնպես հավասար է լինում 0-ին։ Եկեք ցույց տանք, որ սա կարելի է ընդհանրացնել նույնիսկ n դեպքերի համար, երբ որ սա ոչ թե միակապ է, սա ոչ թե ճշգրիտ է ամբողջ օմեգայի, այսինքն օմեգան պարտադիր չի լինի միակապ, այսինքն երբ որ սա ունենք, որ ճշգրիտ դիֆերենցիալ է ոչ թե ամենուրեք, այլ ընդամենը լոկալ, այսինքն ենթադրենք, որ սա լոկալ ճշգրիտ է, այսինքն սա ինչ է նշանակում, ամեն կետի շուրջ գոյություն ունի ինչ-որ մի ինչ զետ կետը վերցնենք, գոյություն ունի մի միջակայք, եկեք ապացուցենք, որ ասենք թեորեմ, եթե ունենք սա լոկալ ճշգրիտ դիֆերենցիալ, ապա կամայական ուրեմն գամմայի համար, որը օմեգայի մեջ հոմոլոգ է 0-ին, եթե հաշվենք ինտեգրալ p dx գումարած q dy, սա կլինի 0։ Ապացույց, եկեք ամեն ինչը մանրամասն չեմ ասի, բայց գլխավոր մտքերը ուրեմն որև եկեք անցնենք։ Առաջի բանը որ կանենք, այսինքն մենք ունենք ինչ-որ մի հատ օմեգա տիրոիդ, որը գուցե ինչ-որ միակապ չի, այսինքն ինչ-որ սենց բաց մասեր կա, ու ստեղ ունենք ինչ-որ շղթա, այսինքն գամման կարող է լինի, ասենք ունենա սենց կտոր, ու ասենք կարող է ունենա, դες եթե սա լիներ, գաման հոմոլոգ չէր լինի 0-ի, բայց կարող է ասենք գաման նաև ունի մի հատ էլ ասենք սենց կտոր։ Գաման կարող է այս երկու կտորների գումարն է,
Ամ, Ուզում ենք ցույց տանք, որ այս ինտեգրալը անպայման կլինի 0։ Առաջի քայլով եկեք գամման միտքը ինչ է լինելու, միտքը այն է լինելու, որ եթե վերցնենք ինչ որ մի հատ sense փոքր տիրույթ, որտեղ օմեգայի մեջ, որտեղ ինչ որ անցքեր չկան, այսինքն օրինակ այսինքն ինչ որ ուղղանկյուն, որտեղ ամբողջությամբ պատկանում է օմեգային, կամ որը բավականաչափ փոքր է, մենք գիտենք, որ այդտեղ սա ճշգրիտ է, իսկ քանի որ սա այդտեղ ճշգրիտ է, սա էլ միակապ է, այդտեղ կունենանք, որ ինտեգրալը 0 է։ Ապացուցի ամբողջ միտքը այն է, որ սա հանգեցնե այդ դեպքի։ Առաջի քայլով եկեք մեր գամման փորձենք ձևափոխենք ինչ-որ նոր կորի, որը ունի միայն ուղիղ գիծ եզրագծեր, որոնք հորիզոնական կամ ուղղահայաց են։ Ինչ կարող ենք անել։ Մենք կարող ենք հաշվել գամմայից օմեգայի լրացման հեռավորությունը, ասենք դա ինչ-որ մի թիվ է, ու դրանից շատ ավելի փոքր ցանց վերցնել, սենց։ Այնպես որ կամայական փոքր ուղղանկյան համար, եթե այդ ուղղանկյունը գամմայից ինչ որ կետ ունի, ապա այդ ուղղանկյունը ամբողջությամբ լինի օմեգայի մեջ։ Հիմա եթե դա անենք, վերցնենք այս փոքր ուղղանկյուններից ինչ որ մեկը, գամման սրա միջով ինչ որ միտեղից մտնում է, ինչ որ տեղից դուրս է գալիս, կարող ենք, քանի որ այս ամբողջ ուղղանկյունը պատկանում է մեր տիրույթին, եկեք գամման այս ու այս ուղղանկյունները բավականաչափ, եկեք գամման այս տիրույթում փոխենք։ Ասենք գամման փոխարինենք ինչ որ կտորով, որը վերջնակետն ու սկզբնակետը պահում է, բայց դրանց միջև գնում է ուղղահայաց ու հորիզոնական կտորներով։ Հիմա, քանի որ եթե այս ուղղանկյունը բավականաչափ փոքր վերցնենք, այսինքն եթե այս մեր ցանցը բավականաչափ փոքր վերցնենք, այս մեր դիֆերենցիալ ձևը կլինի այստեղ ճշգրիտ, հետևաբար այս ինտեգրալը, եթե նման ինտեգրալ հաշվեն, ոչ թե գամմայի երկայնքով, կամայական ինչ որ կորի երկայնքով, այս տիրույթում, ինտեգրալը կախված կլինի միայն կորի եզրակետերից։ Մասնավորապես, այս կանաչ կտորով ինտեգրալով, այս կապույտ կորով ինտեգրալը նույնը կլինի։ Այսինքն, եթե ես այս գամմայի փոխարեն այս մի կանաչ կտորը փոխարինեմ այս կապույտ կտորով, ինտեգրալը չի փոխվի։ Եթե դա անենք այս բոլոր փոքր ուղղանկյունների մեջ, կունենանք մի նոր կոր, որը կունենա միայն հորիզոնական ու ուղղահայաց հատվածներ, ու այս ինտեգրալը փոխած չենք լինի։ Հետևաբար առանց ընդհանրությունը խախտելու կարող ենք ենթադրել, որ մեր գամման հենց ինքը միայն ուղղահայաց հորիզոնական կտորներից է բաղկացած։ Ահա։ Այդ միջակայքերը z-ից կախված են, չէ՞, որոշում z-ի, որ միջակայքում կլինի դրիվ դիֆերենցիալ։ Հա։ Իսկ չի կարող այնց լինի, որ ինչքան էլ փոքր ուղղանկյունները վերցնենք, միևնույնն է ինչ որ z գտնվի, որի համար
Ամ, Չէ, որովհետև կարող ենք օրինակ մեզ հիմնակ սա մեզ որտեղ է հետաքրքրում, սա մեզ գամայի վրա է հետաքրքրում։ Գաման ինքը կոմպակտ բազմություն է, այսինքն կարող ենք գամայի ամեն կետի համար վերցնենք մի միջակայք, այդ միջակայքերի ամբողջությամբ գաման կծածկեն, դա կլինի գամայի բաց ծածկույթ, բայց քանի որ գաման կոմպակտ է, այդտեղ կարային անվերջ հատ միջակայք, անվերջ հատ տենց կտորներ կանենք ունենալ, բայց քանի որ գաման կոմպակտ է, վերջավոր հատն էլ կծածկեի, եթե այս մեր բանը, այս մեր կտորները դա մի քիչ ավելի զգույշ եթե լինենք, այսինքն այնտեղ ասենք կարելի է ոչ թե հենց այդ ծածկույթը վերցնել, այլ ասենց փոքրացրած, այդ նման բաներ անելով կարելի է հենց անել, որ ինչ որ վերջը չափ ստանանք, որ դրանից փոքրը չափը արդեն բավական լինի։ Այս մեր օմեգա տյուրիտը կարող էր անվերջ լինել, հա։ Այդ դեպքում եթե մենք սա ուզենայինք անել ամբողջ օմեգայի մեջ, խնդիր կառաջանար, բայց մեզ իրականում մենակ գամմայի միջակայքն է հետաքրքրում, իսկ գամման սահմանափակ է, գամման կոմպակտ է։ Մերսի։ Սա անելով մեր գաման վերածեցինք ինչ որ սենց ուղղայած հորիզոնական կտորներ ունեցող մասերի։ Հաջորդ բանը որ կանենք, այսինքն հիմա նոր նկարենք, ասենք մեր գամման, մեր օմեգան էլի, այս մեր բառատիրույթն է, մեր գամման հիմա դարել է սենց ինչ որ մի բան։ Ու կարող ասենք մի հատ էլ ուրիշ սենց կտորում։ Եկեք վերցնենք այս հորիզոնական ուղղայած բոլոր կտորները շարունակենք անվերջ գծեր դարձնենք։ Սրանով մենք ամբողջ հարթությունը կբաժանենք ուղղանկյունների կամ այստեղ նաև կունենանք ոնց որ կտորներ, որոնք ոնց որ անվերջ ուղղանկյուններ են, կամ մի կողմից անվերջ, կամ երկու կողմից անվերջ, հա։ Այսինքն կունենանք կամ ուղղանկյուններ, կամ սենց ինչ որ բաներ, կամ սենց ինչ որ բաներ։ Եկեք սրանց բոլորին ուղղանկյուն կասենք։ Սրանք պարզապես անվերջ ուղղանկյուններ են։ Եկեք դիտարկենք հետևյալ կորը։ Ուրեմն այս ամեն ուղղանկյան մեջ, ասենք եթե այս ուղղանկյունների ցուցակը գրենք որպես այն ուղղանկյունների ցուցակը, եկեք ամեն ուղղանկյան մեջ մի կետ վերցնենք։ Ամեն մի կետի համար այստեղ ամեն մի կետի համար եկեք հաշվենք, թե մեր գամմա կորը ինչքան անգամ է պտտվում այդ կետի շուրջ ու դիտարկենք հետևյալ մեծությունը։ Վերցնենք n գամմա a-ին ու այդքան անգամ եկեք վերցնենք r-ի եզրագիծը։ Ինչ ենք ուզում արածել, ուզում ենք այս մեր գամմա կորը ներկայացնենք որպես այս մեր ուղղանկյունների եզրագծերի միջոցով։ Սա ինչ որ նոր կոր եղավ։ Դիտարկենք այս կորը։ Այսինքն ամեն կետի համար
հաշվում ենք, թե մեր գամմա կորը այդ կետի շուրջ ինչքան է պտտվում, ասենք, եթե այս կետն էր վերցրել, այս կետի շուրջ քանի որ մի անգամ է պտտվում, այս ուղղանկյուն եզրագիծը մի անգամով կվերցնենք։ Եկեք ցույց տանք, որ գամման հանած գամմա տիլդան իրականում 0 է։ Ինչի նկատի ունեմ սա ասելով։ Գամման բաղկացած է ուղղայաձ հորիզոնական հատվածներից, որոնցից յուրաքանչյուրը այս ուղղանկյուններից որևէ մեկի եզրագծի մաս է կազմում։ Ուղղանկյունը այս 4 կողմերից մեկն է։ Գամման կարելի է գրել որպես կտորների գումար, որ ամեն մի կտորը ինչ որ մի ուղղանկյան կող է։ Գամմա տիլդան էլ է այդպես։ Հիմա եթե ինչ որ մի կող կա, որ գամմայի մեջ 5 անգամ հաշվում ենք, գամմա տիլդայի մեջ 3 անգամ ենք հաշվում, այստեղ որ հանենք, այդ կողից կմնա 2 հատ։ Այսինքն սա կարող ենք գրել որպես ինչ որ մի գծային կոմբինացիա ամբողջ գործակիցներով, այս ուղղանկյունների կողերի ամբողջ գծային կոմբինացիա կարող ենք որպես ներկայացնել։ Ուրեմն պնդումը որն է, որ եթե այսպես դիտարկենք, ապա ամեն կտորի համար գործակիցը 0 է լինելու։ Այսինքն սա կարելի ասել 0 կորն է, այսինքն գամման ու գամմա տիլդան նույն բանն է։ Ինչի է սա ճիշտ։ Նախ եկեք հաշվենք այս AI կետերի ինդեքսները ըստ գամմայի ու գամմա տիլդայի նկատմամբ։ Եթե ինչ-որ մի հատ AI կետի ինդեքս ենք հաշվում, սա ինչ է իրանից ներկայացնում։ Սա կարող ենք գրել որպես n գամմա AI, հանած n գամմա տիլդա AI։ Հիմա գամմա տիլդան ինչ որ ուղղանկյունների եզրագծերի գծային կոմբինացիա է, այսինքն այստեղ կարող ենք գրել հանած n գումար ըստ g-ի n գամմա ag rg այս կորը պետք է հաշվենք, թե քանի անգամ է պտտվում AI-ի շուրջ։ Սա գծային ֆունկցիա է։ Այստեղ կարող ենք գումարը դուրս հանել n գամմա ag n rg եզրագիծ AI։ Բայց այս AI կետը եթե պատկանում է AI ուղղանկյանը, կանոնական ուրիշ ուղղանկյուն եթե վերցնենք, դրա եզրագծով եթե հաշվենք, թե քանի անգամ է պտտվում AI-ի շուրջը, կլինի 0, այսինքն սա 1 է, երբ որ in ուժին համընկնում են 0 հակառակ դեպքում։ Այսինքն սա եղավ n գամմա AI, այսինքն այս գումարից մենակ g-ին հավասար է i դեպքն է մնում, սա կլինի 1 այդ դեպքում, այսինքն ունեցանք հանած n գամմա AI, որն է եղավ 0։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք, որ այս ուղղանկյունների միջի այս կետերը, որ վերցրել էինք, այդ կետերի շուրջ գամմա հանած գամմա տիլդան 0 անգամ է պտտվում։ Հիմա եթե այս ուղղանկյան մեջ մի հատ ուրիշ B կետ վերցնենք, ինչ կարող ենք ասել, որ n գամմա B-ն դա հավասար լինելու է n գամմա AI-ի, որովհետև ինչ ուղղանկյուն էլ վերցնենք, համ գամման, համ գամմա տիլդան երկուսն էլ անցնում են այդ ուղղանկյան այս ուղղանկյան եզրագծերով են անցնում, այսինքն ներսում ինչ երկու կետ էլ վերցնենք, այդ կետերի համար այս մեծությունը չի փոխվելու, որովհետև եթե կորի ասենք գամմայի կամ գամմա տիլդայի լրացումի եթե դիտարկենք,
A-ին ու B-ն կլինեն նույն կապակցված կոմպոնենտի մեջ, իսկ եթե նույն կապակցված կոմպոնենտի մեջ են, ապա այս մեծությունները իրար հավասար։ Հիմա ենթադրենք ունենք ինչ-որ մի հատ սենց, ինչ ասեցինք, որ ասեցինք, որ այս գամա հանած գամա թիլդան, այս մեր ուղղանկյունների, այս կողերի գծային կոմբինացիա է։ Ենթադրենք ինչ-որ մի հատ սենց կող կա, որի գործակիցը սրա մեջ 0 չի։ Ասենք ենթադրենք այնպիսին, որ ասենք իր գործակիցը այս գամմա հանած գամմա թիլդայի մեջ 0 չի։ Դե սիգման ինչ-որ կող է, ասենք ուղղայած, ինչ-որ ասենց կտոր է, իրան հարակից երկու ուղղանկյուն է լինելու, ասենք տեսնող սա լինի RK ուղղանկյունը, սա էլ RM։ Ասենք տեսնող սիգման էլ այս ուղղորդությունը ունենա։ Եկեք դիտարկենք այս կորը, այս մասը, այս RK ուղղանկյան, այս մյուս մասը։ Եկեք դրա անունը դնենք տau։ Ու եկեք գամմա հանած գամմա թիլդայի մեջ այս կտորը, որ սիգմա ունենք, չէ, C հատ սիգմա ունենք, եկեք դա հանենք իրա միջից, դրա փոխարենը C հատ սրանից ավելացնենք։ Այսինքն սրա փոխարենը ավելացնենք C հատ մինուս տա։ Այսինքն մեր այս կորի մեջ ամեն անգամ, որ սենց հատված ունեինք, հիմա դրա փոխարեն սենց ենք գնալու։ Եթե առաջ սա ինչ-որ փակ կորերի գումար էր, գծային կոմբինացիա է, սա փակ շղթա է, հիմա սա նույնպես կլինի փակ շղթա, որտև ամեն անգամ, որ ստեղից ստեղ ենք գնում, հիմա միևնույն է, դա փոխարինենք մի հատ ինչ-որ նոր ձևով ստեղից ստեղ գնալու։ Այս սլակները իմաստ չունեն, այս մեկ հակառակն։ Հիմա եկեք հաշվենք, այստեղ ունենք, ասենք միացա, մեր AK կետը ունենք, ակալ AM կետը ունենք։ Հիմա եկեք հաշվենք, թե այս մեր նոր կորը, ասենք AK իշխուշ քանի անգամ է պտտ։ Սա էլի այս կորից, այս մասից, այս շղթայից գծային ֆունկցիա է, այսինքն կարող ենք հաշվել գամմա հանած գամմա թիլդա AK հանած C հատ են։ Մստեղ ինչ եղավ, սիգմային գումարած տաու, այս սիգմային գումարած տաուն, դա լինում է հենց այս RK-ի եզրագիծը։ Սա տեսել ենք, որ 0 էր, սա կլինի 1, սա եղավ մինուս C։ Եթե հաշվենք AM-ի համար այս նույն մեծությունը, սա նոր տեսել ենք, որ 0 էր, իսկ սա այս դեպքում կլինի 0, որտև AM կետը RK-ի մեջ չի, սա կլինի 0։
Բայց մյուս կողմից հիմա այս շղթան որ նայենք, սա ինչ որ փակ կորերի միավորում է։ Այդ փակ կորերից ոչ մեկը այս մասով չի անցնում։ Այսինքն միևնույն է սա ինչ որ այս կողերի գծային կոմբինացիա է, բայց այս կողը արդեն չի օգտագործվում։ Որտեղ այս կողից C հատ կար սրա մեջ, այսքան մասում C հատ ունենք սրանից, այդ C հատն էլ հանել ենք։ Հիմա քանի որ այս կողը չի օգտագործվում, այս երկու կետը հիմա արդեն այս կորի, այս շղթայի, եթե լրացումը դիտարկենք ու իր կապակցված կոմպոնենտները դիտարկենք, այս երկու կետերը կլինեն նույն կապակցված կոմպոնենտի մեջ, որտեղ այս մասը վերացրել է։ Հետևաբար, այս մեծությունները պետք է լինեն իրար հավասար։ Այսինքն C պետք է լինի 0։ Այսինքն ինչ կարող ենք ասել, այսինքն կարող ենք ասել, որ մեր գամմա կորը իրականում հենց սա է, գումար n գամմա AI RI։ Պարզապես ինչ է լինում, այստեղ շատ կտորներ կան, այս նկարի մեջ նայեք, սենց կտորներ երբ որ լինեն, այդ կտորները միշտ այնպես է լինելու, որ սրանք կրճատվելու են այդ գումարի մեջ։ Այսինքն այս կտորների քանակը մի հատ ստեղ է օգտագործվել, ստեղ է լինելու, ինչ որ գործակցով ստեղից է գալու ու միշտ դրանք կրճատվելու են։ Արդյունքում այս գումարի մեջ երբ որ պարզեցնենք, միևնույն է մնալու է մեր գամմա։ Հիմա այս գումարի մեջ այս գործակիցները միշտ չի որ 0 են լինելու, բնականաբար, հակառակ դեպքում այս ամբողջը կլիներ 0։ Եկեք ցույց տանք, որ ամեն անգամ, երբ որ այս գործակիցը 0 չի, այս R-ին ամբողջությամբ օմեգայի մեջ է։ Ամբողջությամբ օմեգայի մեջ է։ Ենթադրենք չէ։ Ենթադրենք։ Մի հատ B գոյություն ունի, ասենք, ինչ-որ մի հատ արկայի մեջ, նենց որ B-ն օմեգային չի պատկանում։ Մենք գիտենք, որ մեր գամմա շղթան հոմոլոգ է 0-ի օմեգայի մեջ։ Ստեղից ինչ է հետևում։ Ստեղից հետևում է, որ n գամմա B-ն պետք է լինի 0, որտեղ կանոնական B եթե վերցնենք ոչ օմեգայից, սա պետք է լինի 0։ Բայց մյուս կողմից, եթե B-ն պատկանում է արկա ուղղանկյանը, ապա սա պետք է հավասար լինի n գամմա AK-ին։ Այսինքն ստացանք, որ եթե սա 0 չէր, ապա նման B կետեր չեն կարող գոյություն ունենալ։ Այսինքն հիմա մենք ինչ ունեցանք, այսինքն եթե ստեղից 0-ները վերացնենք, N i-ը որտեղ սա 0 է վերացնենք, ինչ կունենանք։ Կունենանք, որ գամման կարելի է գրել որպես գումար N գամմա AI, այնպես որ R-ին ամբողջությամբ օմեգայի մեջ է։ Հիմա եթե ուզում ենք հաշվենք ինտեգրալ P dx գումարած Q dy-ը, սա կարող ենք գրել գումար N գամմա AI անգամ ինտեգրալ R-ի P dx գումարած Q dy։
Իսկ հիմա քանի որ r-ին ուղղանկյուն է, ու ամբողջությամբ օմեգայի մեջ է, սա կունենանք, որ լոկալ ճշգրիտ դիֆերենցիալ ձև է, որը սահմանված է միակապ տիրույթում, հետևաբար այս ինտեգրալը կլինի 0։ Եկեք մի բան նկատենք, որ ստեղ ամենակարևոր մասը ոչ թե այս լոկալ ճշգրիտ լինելու հատկությունն է, այլ այս ամբողջ ապացի էությունը որն է, որ եթե սենց չնայած լոկալ ճշգրտությունը տոնը, բայց ամբողջ իմաստն էր, որ եթե լոկալ այս հատկությունը ունենք, այսինքն եթե ունենք լոկալ այն հատկությունը, որ կամայական փոքր ուղղանկյան համար ամբողջությամբ գտնվող մեր տիրույթում այս ինտեգրալները 0 են, ապա ստանում ենք, որ կամայական կոր եթե վերցնենք, որը հոմոլոգ է 0-ի, դրա համար նույնպես այս ինտեգրալը լինելու է 0։ Եկեք վերադառնանք հարմոնիկ ֆունկցիաներին, ընտրենք ուն հարմոնիկ է, ու եկեք դիտարկենք այս մեր ֆունկցիան, f-ը հավասար է ux հանած i d u y։ Ինչ ունենք, այստեղ, քանի որ սա կլինի անալիտիկ, եթե ասենք օմեգայում, ասենք հարմոնիկ է սա օմեգայում, քանի որ եթե սա կլինի անալիտիկ, եթե այս ֆունկցիայի ինտեգրալ հաշվենք, կամայական գամմայի, որը հոմոլոգ է 0-ի, օմեգայում, ինտեգրալը կլինի 0։ Եկեք մի հատ այս մեծությունը ու-ի միջոցով փորձենք գրել։ Ինչ կարող ենք, ինչի է սա հավասար ու-ի միջոցով։ Դե f-ը ինչ էր ux հանած i ու y, ստեղ պտի գրենք dx պլյուս i dy։ Փակագծերը բացենք, ինչ կունենանք, ux dx գումարած ու y dy գումարած i անգամ ux dy հանած ու y dx։ Եկեք նկատենք, որ այս մասը d-ուն է, այս մասը ինչ է։ Եթե ուն ունի հարմոնիկ զույգ, ապա սա ինչ է հավասար։ Ux-ի տեղը կարող ենք գրել by, մինուս y-ի տեղն է կարող ենք գրել vx։ Սա եղավ dv։ Մենակ թե ուն կարող է հարմոնիկ զույգ չունենա։ Դրա համար ընդհանուր դեպքում սա ոնց որ կարևոր մեծություն է, եկեք դա նշանակենք ոնց որ d-ի զույգ։ Աստղանիշ d-ում թող լինի դա ux dy հանած uy dx-ը։ Այսինքն հիմա այս ինտեգրալը, որ հաշվել էինք, ասեն ինչ ունենք, ինտեգրալ ըստ գամմայի f dz-ի տեղը կարող են գրել du գումարած i անգամ ինտեգրալ ըստ գամմայի աստղանիշ du։ Սա պետք է լինի 0։ Բայց d-ուն ճշգրիտ դիֆերենցիալ է, գամման էլ հոմոլոգ է 0-ի, օմեգայում։ Այսինքն այս ինտեգրալը սենց էլ 0 էր։ Այսինքն սա 0 է։
Հետևաբար ստանում ենք, որ այս մյուս ինտեգրալն էլ պետք է լինի 0։ Որից, եթե ունենայինք, որ ուն ունի հարմոնիկ զույգ, ապա այստեղ ոչ մի նոր բան չենք ասում, որովհետև սա պարզապես դևեն էր, դևեն ճշգրիտ դիֆերենցիալ էր, սա կլիներ 0։ Այս փաստորեն ստանում ենք, որ նույնիսկ այն դեպքում, երբ որ ուն հարմոնիկ զույգ չունի, այս ինտեգրալը լինելու է 0։ Այս հատկությունը կարելի է ընդհանրացնել հետևյալ իրավիճակում, մենք ունենք երկու հարմոնիկ ֆունկցիա, օմեգայի վրա։ Ապա մի հատ գամմա ունենք, որը հոմոլոգ է 0-ի օմեգայում։ Եթե հաշվենք ինտեգրալ գամմա u1 աստղանիշ դե u2 հանած ինտեգրալ գամմայի վրա u2 աստղանիշ դե u1, սա միշտ կլինի 0։ Սա մի քիչ նման է մասերով ինտեգրալի բանաձևին, ինչ առումով, եթե ունենք u1 u2 ֆունկցիաները, չէ, կարող ենք հաշվել ինտեգրալ u1 դե u2 գումարած ինտեգրալ u2 դե u1 ըստ գամմայի, սա հավասար է ինտեգրալ ըստ գամմայի դե u1 u2, չէ, սա ոնց որ այս հավասարումը ընկած է մասերով ինտեգրման հիմքում, բայց այս դեպքում, քանի որ գաման հոմոլոգ է 0-ի ու u1 ստեղ ունենք փաստորեն ճշգրիտ դիֆերենցիալ, սա հավասար կլինի 0-ի։ Ոնց որ սա ոնց որ մասերով ինտեգրման էությունը սա է։ Ստեղ դրան նման մի բան ունենք, բայց նույնը չի, ոնց որ ասրապես նշանները տարբեր։ Այսօր եկեք այստեղ ավարտենք, հաջորդ անգամ կսկսենք այս թեորեմի ապացույցից, սա կապացուցենք, հետո սրանից հետո սա կարողանանք օգտագործել մի քիչ վերևում ասեցինք, որ փորձենք հասկանանք, եթե ունենք հիմա հարմոնիկ ֆունկցիա, որը ասենք սահմանված է օղակում, ոչ թե կամ ասենք կարող է լինի այնակ դիսկ բացի մի կետից, ասենք ինչ որ մի վատ կետ եթե ունենք, եթե շրջանագծերի վրա ուի միջինները հաշվենք, ապա ոնց են դրանք իրենց բաղում։ Սա օգտագործելով կարողանանք դա ուսումնասիրել։